Սիրելի հայրենակիցներ, ես անոչուն չեմ խոսելու եմ այսօրվա իրավիճակի մասին։ Մենք արցախցիներս այն ցավը, որ ապրել ենք, ես չեմ ցանկանա, որ հայ ժողովուրդը նորից է ցավ վեր ապրի։ Որովհետև քիչ առաջ որ ասեցին, պայքարը դա հենց նենց չի, մարմնավորած մարդ իծնե մայրական կաթով ներածծում իր ամբողջ երակները եւ այսպես շարունակ։ Բոլորը հիշում եք Հովհաննես Շիրազի։ Ես այն ժամանակ եղել եմ Հովհաննես Շիրազի խմբի մեջ, որտեղ ինձ հեռացրել են ինստիտուտից, որ ինչ-որ ոստիկանի կապիտան Բատիկյանը եղել շրջանայինում, որ սկսել են քաշքշել անորեն, ասեմ անորեն, որտեղ ինքը չի տախել։ Եկել եմ այնտեղ, որպեսզի հանգստացնեմ, ասեմ, այդպիսի բան գոյություն չունի, ես էլ եմ կալանավորվել 10 օր։ Ինչ եմ ուզում ասեմ, հաշվենք Արցախը չկա, բայց այսօր մենք պետք է փրկենք Հայաստանը։ Հայ ժողովուրդը աշխարհով մեկ սփռված է։ Դուք չգիտեք ինչ է նշանակում կարոտ։ Կարոտ է մախլերներից, մամրակալած քարերից, Երանի թե գյուղում լինեմ, հարսանիքում պարելից։ Աստուծուն շատ եմ աղոթել, գյուղին անչափ կարոտել, թողեք ապրեմ ես իմ տան, մահ եմ ուզում հավիտյան։ Կարոտեմ ճամփեքը հանդի, վախենում եմ տունս թուրք քանդի, ախ երբ կգա պայծառ մի օր, որ կռիվը հանդարտվի։ Լռում եմ ես ամոթից, ներնում եմ երեխոց կարոտից, չկա մեկը, որ հսկեր, դուրս են մնում խրատից։ Գաղթվածների սենատում, քարոզանքով խրատում, ինչքան կարող ես համբերես, չէ որ մեզ են թևատում։ Փակվել է հայի բախտը, տարածվել է քոսն ու դեղնախտը, փախստականները բան չունեն ուտելու, գողերն են ընկել դրախտը։ Կրակում են մարդում առաջ գնացողին, կամ թե չէ, իսպես ճշմարիտ խոսողին, ով կարող է արգելել անմեղ մարդուն ծեծողին։ Պարտքը սպարտքին ավելացավ, պարտքատերը ուրախացավ, ախ որտեղից շարեմ ես արդեն տարին լրացավ։ Էժանացել է կյանքը մեր, մարդիկ ապրում են ահաբեր, գյուղիս կարոտն եմ քաշում ու սպասում անհամբեր։ Այսքանը ես գրել եմ 93 թվականին, երբ որ մեր գյուղը 8 ամիս գտնվում էր ազեիների ձեռքին։ Կարոտը այնպիսի բան է, կարոտախտով մենք բոլորս մանալով ենք։ Եթե նույնիսկ գիտեք, որ չենք վերադառնալու Արցախ, ապա մի խոսեք, թողեք մարդիկ դանդաղ մահանան ու հույսները չկտրած, որ հետ ենք վերադառնալու Արցախ, սա է մեր բոլորիս նպատակը, այլ ոչ թե ուժով, այսօր չենք կարա, որովհետև մենք տկար ենք աշխարհի, բայց ես կոչ եմ անում ամբողջ աշխարհին, որտեղ աշխարհ գոյություն չունի, գերտերություններ գոյություն ունեն, խաղաղությունը բերում է հզորները, այլ ոչ թե տկարները, ինչքան էլ ուզես խաղաղություն ուզես, նրանից է կախված, կուզի կբերի, կուզի չի բերի։ Այսօր նայեցիք, երբ գերտերություններ իրար են բախվում, աշխարհն արդեն խառնում է, չգիտենք Հայաստան, ամբողջ երկիր, մնալու ենք թե չէ, դրա մասին մտածենք ընկերներ եւ համախմբվենք, քիչ առաջ ասեց, նոր, հին, իմ համար գոյություն չունի, ով որ եղել է կաշառակ էր, նա պիտի նստի, անկախ նրանից որտեղ որ կա։ Կյանքում ես կաշառք չեմ վերցրել ու չեմ էլ ուզում, միշտ աշխատել եմ լինել գյուղացու կողքին, հասարակ մարդու կողքին եւ հասել ենք այս նպատակին։ Սխալը մեր բոլորինից է, առաջինը հայ ժողովրդին, նոր մնացածը դավաճաններին։ Շնորհակալություն լսելու համար։ Մեկ հարց ունեմ, ներեցեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ առհասարակ փախստական